Բարև ձեզ, շարունակենք միասին դիտարկել տեքստային խնդիրները։ Հիմա դիտարկենք հետևյալ խնդիրը։ Խանութն առաջին գնորդին վաճառեց 20 մետր կտորի 20%, 50 մետր կտորի 20%-ը, երկրորդին մնացածի 30%-ը։ Տեսեք։ Ուրեմն խանութը առաջին գնորդին, այսպես գրենք, առաջինին վաճառել է 50 մետրի 20%-ը։ 50 մետրի 20%-ը հաշվելու համար 50-ը պետք է բազմապատկենք 20 100-երորդով, 20%-ը տված է եւ 100%-ից 20 ենք վերցնում։ Սա իր հերթին հավասար է 10 մետր, այսինքն առաջին գնորդին վաճառել է 10 մետր եւ արդյունքում իրեն մոտ մնացել է արդեն 40 մետր։ Երկրորդ գնորդին ինքը վաճառում է այդ մնացած 40 մետրի 30%, այսինքն 30/100-ը։ Սա իր հերթին հավասար է 12 մետր։ Երկրորդ գնորդին ինքը վաճառել է 12 մետր, ըստ էության իրեն մոտ մնացել է, ասենց մը գրենք, մնացել է 50 հանած 10 հանած 12, այսինքն մնացել է 28 մետր։ Հիմա եկեք միասին առաջին հարցը նայենք։ Քանի մետր կտոր գնեց առաջին գնորդը։ Առաջին գնորդը արդեն հասկացան, որ գնել է 10 մետր։ Երկրորդ գնորդը առաջին գնորդից քանի մետրով ավել գնեց։ Երկրորդը գնել է 12 մետր, առաջինը 10 մետր, հետևաբար իրենց տարբերությունը հավասար է 2, այսինքն 2 մետրի մասին է խոսքը։ Եվ երրորդ հարցը, երրորդ գնորդը ամբողջ կտորի որ տոկոսը գնեց։ Երկրորդ գնորդը գնել է 12 մետր։ Հիմա որ իմանանք 12 մետր ամբողջ կտորի քանի տոկոսն է կազմում, 12 50-երորդը ամբողջը 50-ը 12-ն եմ դրանից վերցնում, բազմապատկում եմ 100-ով, որն իր հերթին հավասար է 24%։ Բայց այս խնդրին կարող լուծենք հետևյալ կերպ. 50 մետրը ընդունենք 100%, 12 մետրը, որը երկրորդն է գնել, x%։ Այստեղից գտնենք x-ը, x-ը իր հերթին հավասար է 12 անգամ 100 բաժանած 50-ը, ինչ որ ստեղ գրած, այսինքն 24%-ի մասին է խոսքը գնում։ Եվ չորրորդ հարցը, կտորի որ տոկոսը մնաց խանութում։ Խանութում մնացել է 28 մետր։ Հիմա հասկանանք 28 մետրը մնացածի քանի տոկոսն է կազմում։ Դա նորից կարող ենք երկու եղանակով էլ հաշվենք։ Մի անգամից որպեսզի հաշվենք, ասենք 28 50-երորդ անգամ 100, որն իր հերթին հավասար է 56%, բայց մյուս տարբերակը հետևյալն է, որ 28-ը ընդունենք x%, հա, իսկ 50-ը ընդունենք 100%։ Այստեղից ուզում ենք գտնել x-ը, x-ը հավասար է 28 անգամ 100 բաժանած 50-ի, որն հավասար է 56 մետր, 56%։ Վերջ ընկերներ, այս էլ 56։ Այսքան այս խնդրի հետ կապված կարծում եմ պարզ է եւ հասկանալ, հարցեր ունենալ դեպքում մեկնաբանության դաշտում գրեք, սիրով պատրաստ ենք պատասխանել բոլոր հարցերին։ Իսկ դուք չմոռանաք բարօրինակվել YouTube ալիքին, տարածել վիդեո կուրսերը, որպեսզի կարողանաք ավելի շատ մարդկանց օգտակար լինել։ Լավ մնացեք, կհանդիպենք։